մի հատ տենց գործիք տան, որ մարդիկ ոնց աշխատեն, այդ էներգիան բարգավաճման շարունակեն, դա ոնց որ մեդիտացիայի, հոգման, վարժություն, կոչվում է մուդրաներ, մենք ինչ-որ ձևով ձեռքերի մասերը միացնելով էներգիան ակտիվացնում։ Ոնց ենք միացնում։ Մատճկուտն ենք միացնում, միջնամատը եւ բութմատը, եւ այս հիմքը ձեռքի միացնում ենք այս տեսքով։ Հիմքը որ այս ափերն ենք միացնում, ճկույտը, միջնամատը, բութմատը։ Ասենց միացրեցինք այս դիրքով, մեր կոկորտի առաջ ենք պահում։ Հիմա ասենք ինչ-որ ծրագիր ունենք, մեր բիզնես ծրագիրն է, հաջորդ այս ծաղիկի նման է, այսպես բացված։ Որ մատերն ենք կպցնում իրար։ Ճկույտն ու բութմատը այսպես ծաղիկի նման բացում ենք։ Գավաթ։ Այսպես դնում ենք գավաթ, ծաղիկի նման։ Էլի նույն ձևով ոնց որ այդ բարգավաճման, լիության, առատության, ծաղկման էներգիան, որ բոլորին գնա, ընտանիքին, Հայաստանին, աշխարհին, բոլոր էակները ոնց որ լիության, առատության, բարգավաճման, պատման, ծաղկման։ Դա տաշկերը փակը պարտը դիրա։ Ոնց ուզում եք, արեք աշկերը բացված։ Հյուրս Վերստին Տարդադոնիկյանն է եւ ինքը մեզ առաջարկում է հետեւյալ թեման. հարստության, բարգավաճման, լիության գաղտնիքները։ Հիմա ինքը խնդրենք, որ այդ գաղտնիքները բացի, մենք էլ ուշադիր կլսենք, որ տեսնենք ինչ պիտի անենք, որ հարստանանք, բարգավաճենք եւ լիանանք։ Խնդրեմ։ Իհարկե ես ոչ ստանդարտ մոտեցումներով պիտի ասես, որքան հասկանում եմ։ Իհարկե բիզնես ծրագիր չեմ ասելու, հասկանանք, որ ուղղակի դարերով այս գիտելիքները գաղտնի է մնացել մարդկանց, մասաներին, համընդհանուր մասաներին հասանելի չի եղել, շատ քիչ մասաներին ասել է։ Հիմա այդ գիտելիքները, որ բացահայտ ինչ-որ ձևով ասում ենք, այդ մարդիկ պիտի հասկանան, որ դա շատ թանկ արժեք ունի, ու դրա կիրառումը շատ կարևոր է ու իրագործումը ու դրա գինը շատ կարևոր է։ Նայեք հիմա ինչ որ մեծ բրլյանտի կտոր մարդը կարող փողոցում գտնենք, մտածի ապակի տորա ոչ մի բան է։ Բայց ով որ դա փնտրում է, երկաջանք հանում, դա ինքը հասկանում է դրա գինը։ Մաստերը լսենց գիտելիքները սենց որ մասսայականացում է, շատերը ոնց որ շատ մատի կողքով են անցնում, քննադատությամբ են անցնում, բայց դա շատ մեծ գանձ է, որ մարդիկ ուղղակի մեծ մասը չի հասկանում, ոնց է թվում ապակիա, տաշում են այնքան գնում գալիս է, բայց շատերը կգնահատեն, մենք խոսում ենք մենակ նրանց մասին, ովքեր դա կարողանան գնահատեն, ովքեր չեն կարող գնահատել, դա իրանց խնդիրն է, թողել պիտի այդ երկրում այնքան ապրեն ու անկումներ վերելիքների մեջ լինեն, որ մինչև հասկանան դրա արժեք, դա կարևոր կետ է, որ հասկանան։ Նայեք, երբ որ մենք ասենք օրինակի հարստություն ասում ենք, մարդիկ մենակ հարստում են նյութական բարիքներին մենակ հասկանում։ Նայեք, առողջությունը լի հարստություն է։ Եթե առողջություն չի, մնացած ոչ մի բան պետք չի։ Այդտեղից էլ սկսենք։ Ամենահարստությունը։ Չէ, դա կարևոր բան է։ Այդ դա չունես միլիարդներ ես կտա։ Ինչ է սա որ տանջվում։ Անգամ գանվի, հետո ինչ ասենք միլիարդներ ունենաս կամ դրիակ ունենաս, քեզ ինչ։ Ոչ բան։ Երկրորդ կարևոր հարստությունը նաև մեր ասենք թե երջանիկ լինելը շատ կարևոր է։ Եթե մենք երջանիկ չենք, այն մնացած ոչ մի բաներ մեզ ուրախություն, բայց ոչ մի բան չեն տա։ Հարստությունա սիրո միջավայր ունենալը, այսինքն որ դու կարող ես ինչ-որ մարդկանց սիրես, որ ինչ-որ մարդկանց քեզ են սիրում, դա շատ էլի մեծ հարստություն է, որը նյութական բարիքներից շատ վեր է։ Ինչքան նյութական բարիքներ ունես, դա չես ունում։ Մարդկան մի քիչ աղավաղվել անկալումները, իրենց մտածում են ամեն ինչ մենակ փողով են հաշվում, բայց շատ առողջություն, երջանկություն, սեր, ներքին գիտելիքն է հարստություն, գիտելիքի հարստություն, որը մարդիկ պայքարում են, մեծ փողեր են տալիս, այսինքն հիմա սովորելու, ասենք Կեմբրիջ գնում են ավելի շատ մեծ փողեր, ինչ-որ բարձր խոր ինստիտուտներ, որոնք առաջ բուհեր, որ սովորում են, էլի մեծ գումարներ են ծախում, որտեղ տարեկամրջանները շատ բարձր են։ Դա էլ է մեծ հարստություն, որ այդ գիտելիքը մենք շատ այնքան մեր ազգը աղավաղվել է, մենակ հարստությունը փող է հասկանում, ուրիշ բան չի հասկանում։ Պետք է ոնց որ արժեքը համակարգի վերափոխումը լինի, ճիշտ գնահատական տրվի, որ ինչն է հարստություն, ինչը առաջնային, որն է երկրորդական, էլի առաջնայինը երկրորդական։
Հարստությունը նաև մենք որ հավատ ունենք, դա շատ կարևոր կետ է, մարդիկ դա չեն հասկանում։ Այսինքն մեր հավատ դու այդպես կրոնամերձ պատկերացում ունես։ Դու ամեն տեսակի հավատ, դուրս։ Թե հավատ քվանդեպ չգիտեմ։ Հավատ էլի, որ մարդը հավատ ունի, մարդը անհավատ մարդը ինքը աղքատ մարդ է։ Բայց ինքը չգիտի որ աղքատ է։ Եվ որ հավատը չունի էլի։ Նայեք հիմա որ առողջություն չունի, ինքը ինչ-որ նյութական բարիք ունի, ինքը չի հասկանում, որ ինքը հարստություն չունի։ Ինքը տանջվում է, իրան թվում է իր հաշվի համարին ինչ-որ գումարներ են նստած, ինչ-որ բժիշկներ մեկը չեն կարող իրան բուժեն։ Մեկը մահը գալու է, ասենք ծերություն կա եւ այլ մահ կա, ոչ մեկ չի փրկելու այդ ոնց որ Սուլեյման մեծը կամ Մակեդոնացին այդ որ մահանում էին, ասում էին որ բոլոր բժիշկները բերեն, բոլոր հարստությունները բերեն, ձեռքերս է դադարք պահեն, որ ոչ մի բանը հետս չեմ տանի, ոչ մի բժիշկ չի փրկելու, ոչ մի հարստություն չի փրկելու։ Այդ նույն բանը ասել են տիպիկ, որ դա տենց է։ Հարստությունն է նաև որ մենք կարողանում ենք շրջապատին բարիք բերենք։ Այդ կարևոր կետը, որ մենք մեր բերած բարիքը թե հոգեպես, թե մտային, թե էմոցիոնալ, թե ֆիզիկական դա է հարստություն։ Ու կա դրա շատ կարևոր կետը, որ մենք դա անցալենք։ Եթե դա չլինի, մենք այդ հարուստ մենակ ծախսողը ինքը գնալու ամեն ինչ վերջացնի։ Այսինքն սպառող միջավայր հիմա մեծացնում են հիմնական փորձում են այդ ուղեղները լվանալ սպառող միջավայր են ստեղծում, որ մենակ սպառեն, բայց պետք է իրանք ստեղծեն product նյութ ստեղծեն, որ սպառվի, չէ, եթե իրանք չեն ստեղծում ինչ-որ ապրանք, կարող չի նյութական, էմոցիոնալ, հոգեպես, այդտեղ սպառող միջավայրը անկումային տանող միջավայր է։ Մենակ սպառելով առաջ չի գնա, ասինքն հիմա երեխեքին որ ճիշտ չեն դասերակում, մենակ սպառող են, մտածում են, որ ծնողները այդ անսահման նյութական բարիքներ կարան հնարավորություններ ունեն, որ sense իրանք մենակ սպառեն, ոչ մի բան չտան, որտեղ արդեն վերջո տուպիկի առաջ են կանգնելու, շատ ասենք ովքեր հնարավորություն ունեն, մի քիչ իրանց երեխեքին ճիշտ չեն ուղղորդում, տենց դառնում են, հետո շատ անկումային երևույթ են ունենում, որտեղ երբ որ մարդը ինքը բարիք չի բերում, ինքը իրան արդեն լիարժեք չի զգում, ինքը ինչքան է սպառող լինի անսահման, մեկը ինքը ինչ-որ չափ տեսնում է, որ ինքը լիարժեք չի, երբ որ մենք սկսում ենք բարիք բերել, ինչ-որ արտադրանք, ինչ-որ բան ստեղծել, կարելի չի ինչ-տեղի ստեղծագործություն, թե մտային, թե էմոցիոնալ, ֆիզիկապես, հոգեպես, եթե մի բան չենք ստեղծում, մենք մենակ սպառող ենք, դա մեզ ինքնակայքայում է, այդ էլ չեն հասկանում մարդիկ, որ դա կարևոր է։ Հետո որ բարգավաճման, լիության, առատության կամ հարստության դա մենակ նյութական մեր հնարավորություններից կախված չի։ Այդտեղ մարդիկ մենակ մտածում են, որ շատ աշխատեն կամ խորամանկություն շատ անեն, ինչ որ պաշտոն ունեն, մենակ դրանից է կախված։ Դա այդքան դրանք նպաստիչ են։ Ես չեմ ասում դա պետք չի։ Այսինքն երկնքից մանանը չի թափվելու, դա մենք պետք է գործունեություն անենք, բայց եթե մենք ճիշտ գործունեություն չկնենք, մեր այդ բարգավաճումը սկսում է անկում ապրել, ու դա կարող է անկումը լինի առողջության ձևով, դժբախտությունների ձևով, հիմա կարող է նյութակապես լինի ինչ-որ ձևով անկում կլինի, եթե մենք ճիշտ համակցության Ինչն ենք խախտում, որ այդպես է լինում։ Ասենք հոգու աճը թողնենք մի կողմ, նյութականին ենք տանում, ինչ-որ պրոբլեմներ առաջանում։ Դե հեսա բացեմ փակագծեր էլի։ Նայեք, առաջին ամենակարևոր բանը, որ մենք կարողանանք բարիք տանք։ Երբ որ մենք մեր այդ էներգիան, հնարավորությունները, թե նյութական, էմոցիոնալ, մտային բարիքի համար չենք ծառայեցնում, մենք պետք է հստակ մենք հասկանանք, որ այդ ինչ մենք իրագործում ենք, ինքը բարիք բերի, որ մեր ընտանիքին, Հայաստանին, մարդկությանը կամ երկիր մոլորակին հիմա ասենք էլի, ինքը պետք է ընդհանուր այդ բարիքը բերի, եթե ինքը բարիքներ չի բերում, ինքը գնում է մեկը անկման, ինքը սպառում է, ինքը մենակ իր էներգիան վերջանալու է։
կարևոր մյուս կետը, որ ինքը ունենա առատաձեռնություն, բարիք բերելու։ Եթե իր մեջ առատաձեռնությունը չկա, ինքը ինչ որ չափի էներգիա ունի, նայեք այդ էներգիան է հետո նյութական բան ստացվում, փող ստացվում, առողջություն ստացվում, չգիտեմ, գրքի գաղափար ստացվում կամ ինչ-որ գաղափար ստացվում, մեկ այդ էներգիան է, այդ էներգիան պետք է ունենանք, ինքը հետո տարբեր ձևով դրսևորվում է, չէ, էներգիան ամեն ինչ կարա նյութ դառնա, չէ, են mc քառակուսի, որ Էյնշտեյնի օրենքը որ կա, չէ, որ են կարա այդ էներգիան ամեն ձև դրսևորի, թե մատերիա դառնա, թե ինտելեկտուալ ուժ դառնա, թե էմոցիոնալ, թե հոգևոր, կարևորը այդ էներգիան է։ Հիմա այդ էներգիան որպեսզի հոսունակություն ու շատանա, մեր բանը որ ինքը բարգավաճի շատանա, մենք պետք է ինչ-որ կանոններ պահենք, էլի, տենց չի ոչինչ։ Դե նայեք, ամենաառաջը առատաձեռնության կանոնը է, ցանկացած գծի պետք կոպիտ բառը ասեմ, ժլատությունը, այդ էներգիայի ինքը քչան, այսինքն նայեք, հիմա որ գետը հոսում է, հոսող առվակը ջուրը մաքրվում է, կանգնած ջուրը նեխում է։ Հիմա որ էներգիան չի հոսում, ինքն իրան փչանում է։ Պետք է անընդհատ հոսի, որ ինքը աշխատի, որ բարիք բերի։ Եթե ինքը կանգնած է, չի բերում։ Այդ կարևոր կետը, այսինքն նույնիսկ Աստվածաշնչում կա Քրիստոսը 3 հոգու ոսկի է տալիս, մեկը շատացնում է, մեկը պահում է, մեկը ծախսում է, այն երկուսին ասում է, որ ծախսելա ու պահելա, դուք բանի պետք չէ, պետք է բանի մեջ լինի, շարժման մեջ լինի, որ ինքը շատանա։ Նայեք, առատաձեռնությունը ոնց որ մի քանի որակ ունի, առատալու ֆունկցիան, դա առաջինը նյութական բարիքներն են, թե ֆիզիկական, թե տարբեր տեսակի նյութական բարիքներ, որ մենք կարանք օգնենք մարդկանց, մեր շրջապատին։ Դա մեր ընտանիքն է, բարեկամներն են, ժողովուրդն է, մարդկությունը։ Երկրորդ ավելի բարձր որակը դա, որ մենք կարանանք մարդկանց ոգեշնչենք, անվախություն տալը, ոգեշնչում տալը։ Տալու անվախություն։ Հա։ Նայեք, դե սպարապետը կամ ռազմի այդ բանը ուղղակի այդ անվախություն զինվորին ինքը սպան ոգեշնչում է, չէ՞, կամ էլ ինչ-որ գործունեության մեջ մարդիկ գործ են անում, ինչ-որտեղ հուսահատվում են, անկում են ապրում։ Այդ որովհետև հա նույն գործ անել, այտենց հիմա տենդենս կա հոգեբանական, որ պետք է մարդը արագ 7 տարի մեկ գործը փոխի, որովհետև ինքը սպառվում է ամեն ինչ, իրան սպառում է, իր գործունեության սպառում է դնում, ինքը գործը փոխի, բայց այդ սպառվում է, որովհետև ինքը ոգեշնչող պետք է գտնի, չի գտնում ոգեշնչող։ Ձեր քեզ մի բան հանդարտեմ, մի բան հիշեցի, երբ որ ես ուսանող էի, մի կերոջս հորթաղման էի գնացել, իրեն տարան այդ աճուն է այդ ինստիտուտի դեմը, որտեղ աշխատել էր եւ ասին ինստիտուտ ավարտելուց հետո մինչեւ վերջին այստեղ է աշխատել, ես ասեցի, պես ոնց կարելի է նույն տեղը մի անգամից այդքան երկար աշխատել, պիտի ինչ որ 7 տարին մեկ ինչ որ փոխես, հետո որ ես էի առաջի անգամ գործի ընդունվել ավարտելուց հետո մտա այդ շենքի մեջ, ասի ես մինչեւ թոշակի գերոստեղ չեմ աշխատի։ Ու անընդհատ այդ ծրագիրը անընդհատ փոփոխություններ կար, որ նորություն գա ապրես էլի։ Ասեցի պիտի թարմացվի, դրա համար հիշեցի։ Շարունակիր։ Դե այդ անվախություն տալ, դե նաև ոգեշնչում տալ, այսինքն դա ավելի, եթե դու հնարավորություն ունես ինչ-որ մարդկանց ոգեշնչես, ուղղորդես ավելի վեհ նպատակների, թե իրանց անկումներին, ասենք, թե նու տարբեր, հիմա մարդը գործը կորցրել է, իրան ոգեշնչում է պետք, որ ինքը գտնի 1-2 տեղ դիմել է, մերժել են, չի կարող գտնի, հոգեբանական խնդիրների առաջա ոգեշնչում է պետք։ Հիմա ազգային մակարդակով մեզ ազգին մեծ ոգեշնչում է պետք, որտեղ հուսահատության անկումային տրամադրությունը մտածում են ոչ մի բան չի կարող փոխի, հավերժ նույնն է։ Դե ուզում եմ ասեմ, որ ասենք թե նույն բանը մտածում էին, ասենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ, հա նույնն է, բայց ինչ-որ բան փոխվեց, իհարկե լավ թե վատի մասին չի, բայց փոխվեց էլի այստեղ։ Այստեղ էլի քեզ ընդհատել մեկ մեր տեսանյութերի տակ ինձ դիտողություն են ասում մի ընդհատեիք Տրդադոնիկյանի տեղ խոսա արգելիները սա երկխոսության ժանր է էլի Տրդադը ինքը մի ժամանակ ուներ մենախոսություններ չէ ասես մենակով խոսում էր կարող ես մենախոսությունները ես այնտեղ չեմ գա քեզ խանգարել այս ասեցի մոռացա ինչ էի ասում լավ շարունակի որ հիշեմ կասեմ
ոգեշնչման մասին, որ անվախության է տալու բանը, որ մենք հունակությունը եթե չենք կարող։ Հա, կներես, որ ասեցի վատ է 10 տարի առաջ, ես երբ որ նայում եմ, ասենք, մեր պատմության շրջանը 10 այդ բաղաձյունած թագավորության անկումից հետո 12, 13, 14 դարերը մի ահավոր գեր, ահավոր վիճակ է, ու թող ժողովուրդը իմանա, որ այնտեղի մարդիկ սրան դրախտ կհամարեին, հասկանում ես, որ հիմա մենք ենք։ Այո, իհարկե մեզ համար ծանր է, բայց մենք շատ ավելի ծանր վիճակների մեջով ենք անցել, կարողացել ենք, այստեղից էլ են կարողանալու դուրս գալ։ Իհարկե անկորուս չի լինում, բայց եթե մենք ճիշտ ուղղություններով, ճիշտ մտածումներ ունենանք, քեզ նման մարդկանց խորհուրդներն լսենք, դուրս կգանք մի քիչ ավելի թրծված էլ, ես այդ կարծիքին եմ։ Հիմա պետք են ոգեշնչումներ, մի հոգի պատարիչի շատ մարդ կան, որ ոգեշեն ազգը դուրս գա այս վիճակից։ Ինքը շատ խորքային դեպրեսիա, ինչ որ մակարդակի դեպրեսիայի մեջ, ազգային մակարդակով, հաստատ դեպրեսիայի մեջ ազգը գտնվում, ոնց որ դիագնոզը որ տանք, իհարկե դեպրեսիայի վիճակ է, որովհետև ինքը հուսահատության վիճակ է, քաղաքական տեսակ։ Ես դա քեզ ճիշտ ազգի մի մասը, ժողովրդի մի մասը, մի մեծ հատված բացարձակ ընկալում էլ չունի, բայց դա թողնենք, դա ուրիշ։ Դա էլ է դեպրեսիայի տեսակ, որ ընկալում չունի։ Ինքը բնական այդպես են ընկալումը չունենու, բայց այդ ինքը բնական, բայց դա դեպրեսիա, որ ինքը չի կարող հասկանա։ Դա իր համար դեպրեսիա, լավ, անցնենք։ Դե բայց կողքիներին համանդանուր է դեպրեսիա։ Հա, եթե դու դեպրեսիայի մեջ ես տեսնես իրել պետք չի, դու էլ ավելի խորը դեպրեսիայի մեջ ես ընկնում, որ կողքդ կան մարդիկ, որ ես պետք չի, որ օբշի մեր ընդհանուր մեր նավը ասենք խորտակվում է։ Քեզ էլ է տանում։ Դրանց գոյությունը քեզ ավելի ընկճում է, էլ։ Հաջորդ տալու մակարդակը դա սեր տալն է, որ մենք կարողանանք մարդկանց ու ընդհանուր բոլորին սեր տանք։ Դա ավելի բարձր մակարդակ է, դա այդ քչերը կարան, որ իրանց ընտանիքին են սեր տալիս, երեխաներին, ազգին էլ է սերի կարիք։ Հիմա այս մեր դեպրեսիան վիճակն է, որ սեր չենք ստանում։ Հակառակը նպատակային կերպով sense լցում են, ատելություն եւ այլը, չափ։ Այսինքն դա խնդիր ազգային, որ սեր չենք ստանում, իրոք էդի բացակայում այդ սիրո էներգիան շատ քիչ է, ազգային մակարդակով, ընտանիքների մակարդակով է շատ, բոլոր տեղել դա քիչ է։ Մարդիկ գիտեն իրան մի երկու ջերմ խոսք են ասում, դրանով էդի սերը այդքան քիչ է, էլի։ Դա պետք է ոնց որ սնուցի, ոնց որ նայեք բույսը, որ աճացնում ենք, ոնց որ դնենք սենյակի մեջ, տենց մի 5 րոպե լամպը վառենք, հանգցրենք, ասենք ինչի վատ աճում։ Ինքը չի ստանում ջերմություն, պետք է ջերմություն ստանա արևի տակ, այն էլ արևի, ոչ թե այս լույսի, այս լույսով ինքը դե մի քիչ ժամ ստանում է ու վերջը տեն չի կարա աճի ինքը։ Դրամասենց գույնը գցում է եւ այլ ինքը սիրունի պակաս կա, այդ հասկանանք պետք է դա որ ունի կարանա տա ամեն մեկը իր մակարդակով ջանք անել է պետք է։ Կազմակերպել է պետք է այդ կարգի ըմբռնողներին իմի բերել, խնդիրը դնել եւ փորձել անել։ Որտե վիճակը այնքան բարդ է, որ դու միտեղ այնպես սպասելի արդյունքը չի տա էլի։ Ես այդ կարծիքին եմ։ Հաջորդ կարևոր կետը դա ամենաբարձրը, դա համարվում է խորքային գիտելիք տալը։ Գիտեք ինչի է բարձր ինքը։ Գիտելիքներ կարող շատերն են կրում։ Շատեր ասած կարող ինչ-որ էակներ կրում են, բայց տալը մարդիկ չեն կարող ընդունել։ Դա շատ բարդ է, այսինքն գիտելիք տալ, որտեղ հասնի։ Ես դրա մասին եմ, սեր տա, որտեղ հասնի։ Այսինքն տեղ հասնելու ժամանակը նշանակում սեր տա, թե չէ ինչ-որ սեր տալիս ես, որտեղ չի հասնում, դա էլ չես տվել։ Գիտելիքը եթե տեղ չի հասնում, հələ դեռ չես տվել։ Այսինքն պետք է ինքը արդյունք տա, այդ է։ Դրա համար այդ գիտելիք տալը այդ իմաստով եմ ասում, ամեն տեսակի գիտելիք, որ ինքը արդյունք տա, տեղ հասնի։ Թե արտաքին աշխարհի մասին գիտելիք, թե ներքին աշխարհի գիտելիք, թե հոգու մասին գիտելիք, թե աստվածային գիտելիք, թե ամեն ինչի մասին գիտելիքը պետք է տեղ հասնի։ Եթե տեղ չենք հասնում, այդ ուրեմն գիտելիք չենք կարող տալ։ Այդ էլ պետք է ասենք, ոչ թե ինչ-որ կարող ինչ-որ մարդիկ գիտեն, բայց չեն կարող տեղ հասցնեն։ Այդ կարևոր տեղը որ տեղ հասնի ինքը։ Եթե տեղ չի հասնում, ուրեմն գիտելիք չի տրվում։ Այդ 4 հիմնական կետերն են, որ
տալու մեր առատաձեռնությունը պետք է մշտական ակտիվ պահենք հնարավորությունները ցանկացած մարդ այդ 4-ը կարա իր մակարդակում պահի ան մեկը իր մակարդակում այդ 4 հիմնական բանը պետք է պահի հաջորդը դե որ առատությունը մենք պետք է թամբալության էներգիայից դուրս գանք ճահճությունից դուրս գանք այսինքն սկսենք ակտիվություն ձեռք բերել եթե մենք ակտիվություն չանենք ինքն իրան չի լինի ոչ մի բան այդ կարևոր կետա որ մենք պետք է ակտիվություն անենք բայց մենակ ակտիվությունը շատ քիչ է էլի ասենք թե մենակ ինչ որ ակտիվություն արտաքին դա քիչ է բայց պետք է ոնց որ այդ բիզնես ծրագիր որ կազմում են ինչ որ բիզնես են անում գործունեություն անում իրենց ծրագրում պետք է հստակ լինի որ ասենք թե ես գնում եմ գումար աշխատեմ կամ չգիտեմ հեսա արևտուր եմ անելու մեծ վագոններով sense ինչ որ բան եմ բերելու մեծ գործարաններ եմ ստեղծելու եւ չգիտեմ ինչ ուզում անի իր առաջի ծրագրում պետք է լինի որ դա իմ գործունեությունը պետք է բարիք բերի բարիքի համար աշխատի այսինքն ինքը բարիք պետք է բերի իր ընտանիքին Հայաստանին մարդկությանը աշխարհին այդ 3 կետերը կարևոր է որ ինքը դնի որ իր բոլոր ցանկացած գործունեություն բարիք բերի որ մենակ էգոիստական նպատակով չաշխատի այդ դա ինքը բարիք պիտի բերի ինքը կարող է հարստանա բայց բարիք բերի շրջապատին ծաղկացնի ինքը ասենք ոնց որ պատահի չի որ ինքը ասենք հիմա կարող է մեծ ծիրանի է ասենց մեծ ծառա դառնում ինքը փարթամանում բայց լիքը բերք է տալիս լիքին օգնում է այդ ձևով ինքը կարա մեծանա փարթամանը բայց ինքը պետք է կողքին օգնի շրջապատին էլի օգնի այն տեսակից որ բարիք բերի հիմա այդ օգնությունը դե ես ասացի 4 տեսակ է էլի այդ օգնությունների տեսակ ինքը պետք է հստակ հասկանա որ օգնի հետո որ հասկանա որ մենք այս աշխարհ եկել ենք կարևոր կետ է որ Աստված ուզում է որ մենք բարիքի աղբյուր դառնանք բարիք բերենք բարիքի լիության բարգավաճման աղբյուր դառնանք ու շրջապատին այդ բարիքը լցնենք մեկը ունի ասենք թե արվեստի մեջ բարիք բերելու ընդունակություն ամեն բոլորը չհասկանան մենակ կոպիտ ինչ որ բանկային այդ բարիքի մասին մեկը իր խելքի բարիքը ունի մեկը իր չգիտեմ գեղեցկության բարիքը ունի մեկը իր ամեն մեկը իր մաղումների ոգեշնչման բարիքը այսինքն ամեն մեկը տարբեր ձևով են այդ դա բերում բայց որոնք իրանք հասկանան որ այդ բարիքը համընդհանուրի համար որ ծառայի որ բոլորին այդ բարիքը աշխատացնի այսինքն կարևոր չի որ թե նյութական թե էմոցիոնալ թե մտային թե հոգեպես այդ բարիքը ոնց որ միշտ ակտիվ լինի իր նպատակի այդ բիզնես պլանում դա լինի իր գործունեության մեջ այդ բարիք բերելու կետը հիմնական լինի հետո որ հասկանա որ ամեն ինչ որոշումա ավելի բարձր պլաններում նյութական պլանը այդ ամենավերջն է հետևանքն է ինքը ոնց որ շողքն է այդ դեղ է որոշում ամեն ինչ ստեղ շողքն է ստեղ ինչքան էլ շողքը մենք փորձենք փոխենք ակունքը չի կարա փոխվի էլի ու շողքի հետևից որ մենք գնանք չենք կարա արժեք ստանանք էլի այսինքն մեր բերած բարիքը պետք է արժեք ներկայացնի կարևոր կետա որ ինքը արժեք բարիք բերելու արժեք ներկայացնի այսինքն փոչ չլինի հաջորդ կետը որ մենք պետք է մեր գործունեության մեջ մաքսիմալ ազնիվ արդար լինենք դա կարևոր է թե քաղաքականությունն է թե չգիտեմ ինչա թե ասենք գյուղացին բերք է սարքում բերք է ինչ որ բան արտադրում ինչ որ բան արտադրում կարևոր չի որտեղ թե գրողա թե ինչ որ խափելը քիչ լինի մեջ էլի դե ասեցին 100% մաքսիմալ անկեղծ ազնիվ լինի դա կարևոր կետա որ մեր բարիքը չկտրվի նայեք մեր բարիքի թեր երբ որ մենք խափում ենք չենք նկատում էլի դե իբանք ասեն ինչ որ շատ հարուստներ խափում են մի քիչ այտենց չի մենք չենք նայում ես բարիքը ասեցի առողջության ձևով կարակորի մոտիկների ձևով խելքի ձևով կարակորի այդ շատ ուրիշ ձև մոտիկների կորուստի ձևով հազար մի բան կա մենք սեն չենք նկատում էլի ես մի անգամ մի վերլուծության հանդիպեցի շուտ էր ասում էր բոլոր այն մարդիկ որ ուրիշներին արմունկներով հրհրելով անգամ ոչնչացնելով մեծ կարողություն են ստեղծում 4 սերնդում դրանք կորցնում են կամ իրեն ժառանգներ են ինչ որ խեղումներ ստանում կամ ինչ որ մարդիկ են հայտնվում իրանց այդ սերունդների մեջ ու կորում են
եթե այդ ձևերով են իրենք բերում են, այսինքն ձեր ասածը ճիշտ է։ Կամ էլ ասենք թե հիմա քաղաքականության մեջ են մտնում ոչ մաքուր մտադրանքով, որ նյութական բարիքներ մենակ ստանան, այսինքն դա էլ է բան, մարդիկ պետք է հասկանան քաղաքականության մեջ, որ մարդիկ մտել են այդ որտեղ ընտրությունա լինելու ճիշտ ինչ մտադրանքներ ունեն մարդիկ, իրանց շահը միայն իրանց անձնականի հետ է կախված, թե ազգի շահի հետ է կախված։ Դե նուրբ է մարդիկ չեն կարող հասկանան, բայց դա էլ պետք է ընկալեն, որ ընտրեն այնց մարդկանց, որոնք շահը իրանց անձնականի մի քիչ են կողմ են դրել, ավելի շատ ազգային շահն է առաջ տային, ոչ թե անձնականը, էլի, որ անձնականն առաջ տային, ազգը չեն տանի առաջ։ Ես վիճակում եմ։ Դա կարևոր կետ է, որ դա մենք էլ հասկանանք, որ հստակ պետք է համընդհանուր բանը առաջ տային լինի, քան անձնականը, ինքը առաջ չի գնա։ Եթե ասենք ինչ-որ գործունեություն ես սկսում, եթե դու մենակ մտածում ես քո մասին, դու գործունեություն սաղ քո ուժ էներգիան այդ գործունեության մեջ ես ներդնում համընդհանուր բարիք բերելու մասին, ավտոմատ քեզ բարիքը կգա, բայց եթե դու մտածում ես մենակ քեզ ինչ շահ է բերելու, քեզ կարող բարիք մի քիչ գա, հետո կտրվի, էլի, քո բոլոր այդ բիզնես պլանում մենակ մտածում ես քո շահույթի մասին, ինքը կտրվելու է, գնալու է ու կտրվի, հա կորուստներ ես ունենալու։ Դե ինչքան ես բիզնեսմենների մի քիչ ասում եմ, մի քիչ չեն կարող անցնել, դժվար է, որտեղ իրանք հեռու շատ չեն կարող տեսնել, նեղ կարճ են տեսնում, ակնթարթորեն տեսնում, մինչև իրանք ասենք հիմա եվրոպական կամ ամերիկյան լիքը ֆոնդեր կան, որ օգնում են Հայաստան ու 1000 մի երկիր, ուղղակի բարեգործություններ են անում, չէ՞, 1000 մի տեսակ ծրագրերին թե գիտության մեջ բարեգործության միջոցով են անում, որ այս մարդիկ մի քիչ զարգանան, չսոված չմնան, չգիտեմ, իրավաբանությունը իրենց մոտ զարգանա, ինչ որ բաներին ֆինանսավորում են։ Այդ իրանք այդտեղ մեծ մասը շահույթ չունի, հա, բոլորը ասում են դա իրանց շահույթի համար են անում, չէ, անշահույթ են անում շատերը, տենց չմտածենք, որ բոլորը շահույթ ունեն այդտեղ, էլ ինչ որ հետին մտքերով են անում, շատերը հետին չեն, դրա համար իրանց երկրները ավելի առաջատար են, իրանց բիզնեսները ավելի առաջատար են, քան մեն, էլի, որտեղ իրանք կարող են ոչ անձնական շահույթ, ինչ որ մի հատ չկոմ կորած, մորած մի հատ ինչ որ երկրին օգնում են ինչ որ ձևով, կրթության մեջ են դնում գումար են երկրին օգնում եւ այլ շահույթ չունեն։ Ինքը իրեն համընդհանուր բարիքի մասը մտնում, որովհետեւ հասկացեք, որ այդ մենակ ես այդ մարդիկ այդքան որ գումար կուտակում են, իրանք չեն կարա ծախսեն։ Ասում մի փոր հաց ունենք, այլ որ շատ էլ ուտելն է բլանս, առողջություն կունենա, հետո այդ բժիշկներն չեն օգնի, էլի տենց շատ ուտելն էլ լավ չի։ Այդ էլ տեսակ է։ Դա կապիտալիզմի հիվանդությունն է, ես կարդացել եմ, որ մինչև կապիտալիզմի գալը տղամարդը ունենում էր մի կոշիկ, մի զեք շորեր, ամեն ինչից մի հատ։ Երկրորդ, երրորդ, չորրորդը կա մի ձի, այն մյուսը իրեն պետք չէր։ Կապիտալիզմը, որ եկավ նաև ինքնացուցադրման բան է բերում, խվացած է սպառողական հոգեբանությունը մտնում է մեջը եւ արդեն չի հագենում մարդը նյութապես։ 1000 հատ մեքենա էր ունենա, 1000 հատ կոշիկ, էլի պիտի մտածի ինչ-որ բան։ Դրանց սարքում են ինչ-որ մի հատ ագրեգատ։ Դե հեռախոսները, որ ասենք նորը լույս է տեսնում, ինչ-որ հեռախոսներ, հա ուզում են այդ նորը առնեն, ասենք չանցավ մի քանի շատ կարճ ժամանակ, նորը ոչ մի բանով չի տան, մի հատ է նորը սպառողական մենակ ընկալում է գալիս։ Դե վերջում պետք է հասկանանք, որ մեր երկրի նյութական բարիքները, ռեզերվները վերջավոր են մեր երկրի վրա, դա պետք է հստակ հասկանանք, եթե մենք արագ սպառենք, մեր հետնորդներին բան չի հասնի, դա հստակ է, չի, որ երկրում անվերջ ռեսուրսներ կան։ Այդ գիտակցությունը պետք է լինի, ես էլ մի խելացի մարդուց եմ լսել, այս հայրենիքը քեզ տվել է նախնիներից, որ դու թողնես ավելի լավը քեզից հետո եկողների համար, ոչ թե ասես ինձանից հետո թեկուզ եսի ինչ։ Այս գիտակցումը պետք է լինի մեջներել, եթե չկա, ապա ավերվում է երկիրել։ Մեր մտածելակերպի մեջ մարդկանց պետք է այդ բիզնեսի պլանում ցանկացած իր գործունեության, կարևոր չի ինչ գործունեություն ունի, պետք է լինի, որ իր գործունեությունը ինքը որ ուզենա, ինքը ինչ որ, չգիտեմ, ինչ որ մի բան է ուզում ստեղծել, գիրք է ուզում ստեղծել, կարևոր չէ, որ ինչքան բարիք է բերում,
ինչքան ինքը անկեղծ այդ գրքում, որ այդ գիրքը կարդալ լուծողները կվերափոխվեն, կամ ոգեշնչվեն, ճշմարտություն ավելի խորի իմանան։ Կարող չի հիմա գիրքը կամ ինչ-որ մի հատ բաժակ է ստեղծում, որը ինչքան բարիք կբերի, էլի բաժակի ֆորման, հարմարավետությունը չէ, որ մարդկանց որ եւ այլն շատ ֆորման, որ թունավոր չլինի այդ բաժակը, որ նյութ ջուրը երկար մնա մեջ, մի քիչ ջուր չլցնեն, սպիրտ լցնեն, օղելի չքայքայվի, այսինքն ինքը պետք է մտածի, էլի, որ բարիք բերի, ոչ թե ինչ-որ մի հատ նյութ, որը կքայքայվի, հետո խմողը կթունավորվի, այդ թունի էներգիան, որ թունավորվում է, իրանա գնալու, էլի, որտեղ սա մենք փոխկապակցված ենք, չմտածենք, որ մենք մի բան արտադրենք արագ, որ ուրիշները սպառեն, բայց այդ մեր արտադրանքը ոնց որ որակյալ չլինի ու վնաս տա մարդկանց, դա մեր վրա ազդելու է, մեր ձեր ընտանիքի եւ այլն բոլորի վրա դա ազդեցություն ունենալ է, ամեն ինչ փոխկապակցված է, տեն չի, մենք չենք կարող այդ թելերը տեսնենք, որովհետեւ խորը ոնց որ ասած մթության խավարի դգիտության մեջ ենք դնում, բայց դա ոնց որ կրոնասված ամեն ինչ տեսնում, արդար բաժանում է, տենց չի որ, բայց ամեն ինչ այդ էներգիա, ամեն ինչ փոխկապակցված էներգիայի պահպանման օրենքը կա, չեն կարող մենք խափենք այդ էներգիայի օրենքից դուրս գանք, էլի, պահպանանք, այդ էլ կարևոր կետ է, որ մենք կարողանանք ընկալենք։ Դե ես քեզ լսում եմ ու մտածում եմ, ասենք իդեալական բան ես ասում, ասենք ինչպես հնարավոր կլինի որևէ մի երկրում կարգավորել։ Ես մտածում եի գուցե թե ասենք ինձ ես եմ նախագահ երկրի ղեկավարը, յուրաքանչյուրը ով որ գնում է վարկ վեր բիզնես ծրագիր է ներկայացնում վարկ վերցնի եւ այլն կամ ուզում է մեկնարկի վերջ-վերջո ամեն ինչի համար թույլտվություն են չէ վերցնում այստեղ հյուրանոց այստեղ չգիտեմ երկգործարան իր հետ կազմման ուսուցիչներ դիզերուցեն տեսնենք արդյոք այդ մասը իր մեջ եթե չկա ինչ որ մի ձև ներդրեն եթե չի կարող չհաստատեն բիզնեսը որ ինքը հակառակը չանի մեկը սա գուցե իմ ասածը ուտոպիական է այդպես իդեալականի մոտ ժամանակներ եղել է մարդկության պատմության մեջ, որ ասենք այդ գործարարները նաև առաջնորդվեն դրանով գուցե ասենք քրմերը կամ հոգևորականները կարողացել են մարդկանց տալ այդ անհրաժեշտ մոտեցումները եւ այդպես եղել է այդպես բան։ Թե պայծառ ուտոպիա։ Չէ, այդքան էլ ուտոպիա, չէ, օրինակի համար ասեմ կարանք նույնիսկ ասենք մի հատ թագավոր էլ է շատ բռնապետ Աշոկա թագավոր Հնդկաստանում հետո ոնց որ Իրանը զղջում արել, դա ինքը սկզբից տենց մի քիչ այդ իր թակավորությունը ունենալուց իր եղբայր քույրերին սպանելը, դա բոլոր թակավորները մոտ այն ժամանակ կոնկուրենցիա կարա։ Այլապես իրենք հետ նա դառնում ուղղակի չի երևում, էլի մի քիչ ուրիշ ձև են դառնում, այդ նույն ձև է, կոնկուրենտներին վերացնում են։ Դե բռնապետ ա եղել շատ երկրներ ա գրավել կողքի միաձուլել ա, տենց այդ բան։ Հետո ինչ որ բուդդիստական վանականների որ հանդիպել են իրանց ոգեշնչումը իրան վերափոխել է ու սկսել է բարեգործություններ անել Աշոկան ու նույնիսկ նայեք ինքը մինչև Արևմտյան Հայաստանում ու Ադրբեջանի տարածքում էլ Հայաստանի տարածքում չգիտեմ ինչ որ բաներ ասիրքել որ իրանք ոնց որ նյութական չեն չերտոններ են կոչվում ստուպաներ որոնք նույնիսկ դրա մոտից անցնողները որ առողջանան բուժվեն ու նույնիսկ այդ ճանապարհներին ոչ միայն մարդկանց համար ծրի կացարաններ է ստեղծել այդ որ հոգնած են ճանապարհորդները մտնեն իջևանատներ հա այդտենց բայց քարվանսարը այդպես ամենքը նաև կենթանիների համար ստեղծել է այդտեղ նույն որ բուժման կետեր, որ կենթանիները բուժեն նույն վայրի կենթանիներին, հասկանանք, որ այդ մոտեցումը դի հիմա էլ կարանք ասենք, բայց դա նայեք եղել է մեր թվարկությունից առաջ, որ ինքը մտածել է նույնիսկ ոչ միայն մարդկանց բարիքների համար, նույնիսկ կենթանիներին է գնահատել ու տարբեր կետեր, սենց իր թագավորության մեջ ու կողքի երկրներում ինքը պատգամներ անկել, ասենց որ նույնիսկ կենթանիներն էլ արժանի է բուժվելու որ հիվանդա, որ նույնիսկ վայրի կենթանում ոչ միայն ընտանի, որ ինչ որ վիրավորվել է, դա կենթանիները շատ են վիրավորվել են վիրավորվում ասենք եղնիկը վազել է, ոտը ջարդել է, տենց հազար մի բան կա էլի։ Կամ գազանից է մի կերպ պրծել ինչ որ տենց վիրավոր, որ ինքը իրանք վերցնում բուժում էին։ Այդտեղ շահույթի մասին ինքը տենց չի մտածել շատ, էլի պետք է հասկանանք ինքը իր ներդրումը, որ ոչ միայն մարդկանց բարիք բերի, արդարության բարձրացակ աստիճան լինի, օրինակ այսօր ես մի հատ հոդված էի Facebook-ում դրել ճապոնական մի հատ թագավորի մասին,
ինքը կայսրը դուրս են գալիս, նայում են կինը նայում է, որ իր պալատից, որ ոչ մի ծուխ դուրս չի գալիս ծմերը, ասում է բոլորը աղքատացել են այնքան, որ վառելիք չունեն, ծմերը սառում են, չեն կարող, արի հարկերը անում, ինքը 3 տարի հարկերը հանում է։ Որ այդ խնայված գումարներով ինչ-որ վարել են։ Հա, որ կարանան մարդիկ մի քիչ լավ անեն, կարող հարկերի տակ չեն կարող շնչեն, որտեղ էտել պետք է չափանիշը հասկանանք։ Օրինակ Չինաստանում մենք որ սկսեց առաջ գնանք, հիմա Չինաստանը շատ հարցերում շատ առաջ է, քան նույնիսկ եվրոպական երկրները, մենք մի քիչ տենց չենք հասկանում Չինաստանը ինչ է։ Իրանց հարկերի տոկոսը մենք էլի չենք հասկանում, 1%, 0.5% հարկեր են, որ հասկանանք, որ չափերը ինչի է դարձրել էլի ինչ որ տեղեր տենց էր, հիմա ինչ որ բաներ բացել, բայց տենց մեծ հարկեր չի տրում, որտեղ հասկանում է, որ երբ որ սկսում է հարկ չտալ, մարդը սկսում է ավելի բարգավաճ, որտեղ հարկ կարող է շատերի համար այդ հարկը ճկնի, որովհետև նոր բիզնեսների, փոքր միջին բիզնեսները իրանք տենց մեծ շահույթներ չունեն, ու կարան իրանք տենց առաջընթաց չտան, իսկ հիմնական արտադրանքով առաջընթաց ազգի ծաղկումը այդ փոքր միջին բիզնեսն է բերում, ոչ թե մեծ բիզնեսը։ Մեծ բիզնեսը շահույթ ունի, ինքը չգիտեմ, ինչ որ մեկին կաշառի կպրծնի կգնա, ինքը իր գումարները այնքան մեծ են, որ այն փոքր բիզնեսները կուտի, բան չի մնա, իսկ ազգը դրանով տուժում է, ոչ թե առաջ է գնում։ Դրա համար ասենք մտ Չինաստանը համ կապիտալիզմը, համ սոցիալիզմի տենց խառնուրդ է, բայց առաջ է տարա ու լիքը բարիք է բերում, որտեղ ամեն տեղ ճանապարհները օրինակի համար ոչ մի Եվրոպա, Ամերիկա չեն համեմատվի չինական ճանապարհների մակարդակին, այդպես սկսենք էլի, եւ ուրիշ բաներ։ Ես 30 տարի առաջ եմ տեսել, բայց էլի տպավորիչ։ Հիմա շատ ուշ է։ Հյուրանոցները ավելի բարձր մակարդակի են, թե ուրիշ։ Ձեր մի քիչ դի գնամ Չինաստան, տենց բան եմ անում, սպասիր այդ բանը կանակ։ Մենք այդ բարիքի մտածելակերպը համընդհանուր շատ կարևոր կետ է, որ մարդը դուրս է գալիս տեսնում է սաղ մենակ շենքերը, մի հատ այգի չկա, ինքը չի շնչում, այդ ինչ բարիքի մասին է մեր քաղաքում մտածել, այդտեղ սկսենք այսքան տարի, այսինքն այստեղ մարդու մասին ոչ մեկ չի մտածել, այսինքն իրանք մենակ իրանց գրպանի մասին են մտածել տարիներով, որովհետև ասենք պետք է այս վերջերս ամենակեղտոտոթը աշխարհում առաջի տեղը Երևանն էր։ Աշխարհում ամենակեղտոտոթը, որովհետև ծառ չունենք։ Սա բան պետք է քաղաքում գոնե 30-40% ծառ լինի, իսկ մեր մոտ, չգիտեմ, 3-4% չկա։ Այդ շատ ցածր մակարդակ է։ Բայց դա մենք ենք արել, չէ՞։ Մենք ասելով, հա, մենք ընտրել ենք այնպես մարդկանց, որոնք դա անեն, ու մենք ասել ենք, հա, արդար է ինքը, տենց արդար է, որ տենց անում, որտեղ մեր շահույթի համար արել, ամեն ծառ կտրել են ու կողքը շենք շինել կամ ինչ-որ բան, բայց դա կարևոր բան է, որ դա բարիք չի բերում ինքը դրանով։ Վերջնարցանքում մեզ բոլորիս քաղաքի ապրողները հիվանդ են լինելու ու ասենք քաղցկեղի մակարդակն է բարձրանալու, տարբեր հիվանդությունների մակարդակներ, շատ ստրեսների մակարդակ, որտեղ օդ չկա, ինքը բնություն քարեր է տեսնում, իսկ մեր հազարավոր, միլիոնավոր տարիներ մենք դա չենք, մեր գիտակցությունը տեսել է բնություն, բնություն մենք չենք տեսնում։ Դա ստրես է, եթե ստրեսի մարդը ինքը իր արտադրած արդյունքը ստրեսային է լինելու, ինչ էլ արտադրի, թե ֆիզիկական բան էլ արտադրի, իր մեջ այդ ստրեսային միջանձնային հարաբերություններն էլ ստրեսային պիտի լինի, եթե ինքը գրգռված վիճակում է։ Ամեն ինչում, ամենտեղ ստրեսային վիճակ է, բայց դա իրանք այդ իստումը հասկացել են, հատուկ են արել էլի։ Դիպան ոնց որ ասած հայերեն բառը հատկապես վերջին տարիներին, բայց չքաղաքականացնենք թեման, շարունակենք։ Որ մտածենք դա բարիքի համար ու հիմա այդ մեր գործունեությունը որ բարիք բերի էլի, այսինքն այդ շատ կարևոր կետ է էլի, որ դժվար է ոնց որ թվում է մի անգամից ինձ գերշահույթ է ստանալու, իսկ հիմա գերշահույթ չես ստանա քիչ, բայց այդ քո շահույթը կարող է սենց գնա այնց գերբան բերի, որ քեզ ավելի երջանկացնի, քո սերը շատացնի, առողջությունը շատացնի, քե հարգանքը բոլորի մոտ շատացնի, քեզ մարդիկ բոլորը հարգեն, սիրեն, քան մենակ քո նյութական բարիքները շատանա, իսկ մնացածը պահարակեն քեզ մենակ էլի, այդ պիտի հասկանանք, որ շատ կարևոր կետեր են, որ մենք դա
էլի չենք ընկալում, որտեղ երկար ժամանակով մեր հոգին հավերժության մեջ է, այստեղ մի փոքր բան փոկեցինք, հավերժությունը կորցնում ենք, այդ կա, դա դե մենք չենք ընկալում, դա լա ցավալի։ Եթե ավարտեցիր հարցեր ունեմ, եթե ասելիքդ ավարտեցիր։ Լրիվ չեմ ավարտել, ասեք հարցերը։ Չէ, շատ կշեղ եմ։ Ասեք հարցերը հետո կշանակեմ։ Ես ես վերջերս մի հրեայի էի լսում Տորայի այդպես ինչ-որ գիտակ, ասում էր աշխարհում ընդամենը մի հոգի կա, այդ հոգին սես կտորների է բաժանվում մարդկանց քանակի առումով։ Միլիարդ մարդ կար, այդ մի հոգին միլիարդ կտոր է լինում, 8 միլիարդ է 8 կտոր։ Դա ինչ-որ խելքի մոտիկ բան է, դրդատ։ Ինչքան գիտեմ, ուրիշներ ասում են, չէ, ինչքան մարդ, այդքան առանձին հոգիներ եւ այլ գուցե կապերով։ Նայեք ամեն ինչ դժվար է պատկերացնում իր տեսանկյունից դիտարկենք։ Տեսանկյունից է կախված։ Նայեք, այստեղ հակադրություններ կա, մարդ կա, որ ուզում է ամեն ինչին հակադրվի, մարդ կա, որ ուզում է դրա համընդհանուր վիճակը տեսնի, հա։ Եթե դա ուրիշ տեսանկյունից նայենք, Աստված մեկ է, բոլորիս մեջ կա։ Դա այդ նույն բանը չի։ Իսկ ինչ-որ մի հատ մեծ բանից, այսպես ամենտեղ լինում է։ Դե ամեն մեկից մեջ կա, չէ՞ Աստված, Աստվածային ասենք։ Այսինքն ստացվում մենք մեր սեփական հոգին չունենք, այս հիմա այստեղ դրեցի ոչ մեկը գործ չունի։ Չէ, մենք համ մեր սեփականը ունենք, համ Աստվածային ունենք։ Լավ, մոտավորապես դու մինչև պատասխանը ես էլ այդպես մտածեցի, երևի ինչ-որ մի մեծ ինչ-որ բան է, դրա մեջ ճյուղեր են, ինձ քեզ։ Դե մենք համ մեր, նայեք, դու համ հայ ես, ես էլ եմ հայ։ Կարող դիտորդների ինչ-որ մեծ մասն են հայ, բայց ամեն մեկս անհատական տարբեր մասնագիտություն ունենք, տարբեր սեռի ենք, տարբեր տարիքի ենք, տարբեր սոցիալական վիճակներում ենք գտնվում, մենք ունենք համընդհանուր բաներ, չէ՞ բոլորս հայ ենք, եւ առանձնահատուկ մեր անհատական ունենք, էլի, այդտեղ հակադրություն պետք չի տեսնել, այդտեղ ես օրինակի անալոգիա եմ բերում, որ հասկանանք այդպես։ Հիմա նայած ինչ ենք հասկանում, էլի, կարող ոնց որ համատեզերական էներգիա, որ ասվանենք սեր, բոլորիս մեջ այդ էներգիան կա, բոլորիս մեջ ինչքան մարդ ծնվում է, իր մեջ այդքան բաշխվում է։ Բայց հիմա դրսևորումները ամեն մեկի մոտ յուրօրինակ ձևով է իրականանում, որտեղ ամեն մեկը յուրահատուկ փորձեր ունի։ Դա ուրիշ բան է, դա չի նշանակում մեկի ուրիշ սեր է։ Այդ մի սերն է, բայց դրսևորումները տարբեր ձև են դրսևորվում։ Հիմա ասենք դուք ինստիտուտում ավարտել եք կամ դպրոցը, ձեր դպրոց ավարտած գիտելիքներ ունեցողները ամեն մեկը այդ որ իր դասը որ պատասխանում է իր ձևով է պատասխանում, որտեղ ինքը յուրայինիկ ձևով նույն դասը տարբեր ձևով է հասկացել։ Ոչ մեկ նույն ձևով չի լինի անցալել։ Ընդհանրապես դրա մասին է խոսքը։ Իսկ մարդկան կարող է այդ ամեն ինչին հակադրություն տեսնի, Չէ, հակադրություն չէ, որ լսում ես առաջի հայացքից քեզ համար տարօրինակ է, ինչպես թե մի հատ մեծ հոգի է, այնց ինչ-որ փշուր։ Դե հիմա այդ բառը ասենք հոգի, ասենք Աստված, հիմա որ ավելի մատչելի լինի։ Հիմա ինքը այդ բառն է, մեծ հոգի է անունը դրել, կամ ասենք սեր դնենք անունը հիմա։ Սերը մեկ է, տեն չի հազարած սեր կա, այդ աստվածային սերը բոլորիս մեջ բաշխվում է։ Տենց չի որ մեկին շատ է տրվում, մեկին քիչ է տրվում։ Ուղղակի մենք ենք կարող այդ քիչ դրսևորել կամ շատ դրսևորել։ Մեր անհատական էներգիայի մասին դու մեր զրույցի ընթացքում քանի անգամ էներգիա բառը օգտագործեցի, մարդու էներգիա։ Ես ոչ Մեգիրը վիպակն էի գրում, այդտեղ էսպես մի համեմատություն էի արել եւ ասում էի մարդը, ասենք, որոշակի չափով էներգիա է ստանում եւ ասում էի կախված թե ինքը ինչպես է ապրում, այդ էներգիա ինքը կարող է երկար ապրի, կարող է դանդաղ ապրի եւ այդպես զուգահեռ օրինակ է բերում։ Ասում եմ, ընդհանրապես դուք ունեք մի մեքենա, ավտոմեքենա, 20 լիտր բենզին եք լցել, ուղիղ ճանապարհով կգնաք, ասենք 200 կիլոմետր, մոտավորապես երկար է, չափեցիկ։ Բայց եթե որոշեք սար բարձրանաք, ասենք մի 3-4 կիլոմետրից կվերջանա այդ բենզինը, որտեղ շատ է վառում, եւ ասում են ինձ եւ մարդն է, եթե մարդը այսպես ամառը ոչինչ չի անում, Ասես կարա երկար գնա այդ էներգիան չսպառվի, բայց եթե ինքը անընդհատ որոնումների, մակարոնների, ինչ-որ փորձարկումների մեջ է, ասենց ինչ-որ մեծ գործեր անում, իր էներգիան շուտ է սպառվում, ասենք կարող է քիչ ապրի։ Ու հետո որ հիշում է այդ մեծ մարդիկը համաշխարհային պատմության մեջ սիրում ենք իրենց թե չենք սիրում, ոչ մեկը 60-ի չի հասնում, էլի։
ինչքանով է ասածը քո պատկերացումն հետ բռնում եւ երկրորդ այդ էներգիան մենք կարող ենք ընթացքում էլ ստանալ բարի գործով կամ ինչ որ արևից կամ աստվածից որ լիցքավորվենք էլի ինչ որ գործեր անենք էլի Պետք է լավացրեցի Դա հասկանում եմ դուք Եթե մենք այդ մեր էներգիան համընդհանուր բարիքի համար չի աշխատում ինքը սպառվում է Բայց երբ որ համընդհանուր բարիք մենք ասում ենք որ բոլորի բարիք բերի այդ մեր գործունեությունը ինքը չի սպառվում որտեղ տրվում է Այսինքն ես ծախսեցի լավ գործի համար Հիմա դες բնության մեջ վերեմ օրինակ տանք հիմա գետը կամ բերենք գետը ու լճակը հիմա Ուրումիա ծով որ մենք ունենք հիմա չորացել է որտեղ մենակ օգտագործել են չեն լցրել բարիք համար բայց գետը ասենք ինքը համ հոսում է հա օգտագործում են բայց հա իրան ջուր լինում է ինչ է լինում ոնց որ ջրերը գոլոշանում են գնում են սարերը լցում ձույնը գալիս ձույնը սկսում է հալել ինքը հա տենց շարժման գետը հա հոսում է չէ չի կտրվում եթե բնություն լրիվ չխախտենք օրենքները այդ շրջապատույտը լինի որտեղ սա ծառերը որ կտրենք խախտվի բնության օրենքները դեռ տապաստան կլինի որտեղ եթե ծառերը իրանք ծառերի ինչ որ քանակ մասա կա որ խոնավություն է քաշում ինքն է քաշում խոնավություն ամպերին ասում արի մոտ Եթե ինքը մենք սաղ ծառեր գտնենք, դե խոնավություն չի լինի, անձրևներ չեն գա, նույնիսկ Հայաստանի պես երկիրը լեռներում ձույներ չի նստի ու աղբյուրները կչորանան, գետերը կչորանան այդպես բան։ Բայց պետք է ծառեր ինչ որ տոկոս լինեն, ինչ որ տոկոսը դա պետք է 50%-ից շատ լինի, պետք է հասկանանք, ոչ թե Հայաստանում հիմա ծառերի տոկոսը 7% են սարքել առաջ սովետի մարդը եղել է, չգիտեմ 20% հիմա բավականին քչացել է։ Երբ որ այդ նախարարությունում էի 11% էր։ Բավականին քչացել է։ 1900-ի վերջերին, հա։ Պետք է ինքը հիմա 7%, բայց կարող ավելի սուտ են ասում, ես էլ չգիտեմ, կարող շատ ավելի քիչ է։ Պետք է ինչ որ մասսա լինի, որ ինքը քաշի, եթե չկա, ինքը չի քաշում։ Այդ նաև այդ երկրի դե բարիքները բերում է, եթե անձրևը չգա, գետեր չլինեն, այդ ջուրը որտեղից պետք է ջրեն։ Սևանը կցամաքացնեն մինչև վերջ, Սևանը պետք է մակարդակը պահեն, որ խոնավություն տա, չէ՞, էդ էլ է բան։ Եթե խոնավություն չունի, մենք սա կմեր անապատ կդառնա, այդ անապատը հենց տենց է դառնում մարդկանց միջոցով։ Հիմա էներգիան, երբ որ մենք բարիք ենք տալիս, էներգիան ստանում ենք։ Մենք ո՞նց ենք ստանում։ Էներգիա, որ քնում ենք, մենք էներգիա ենք ստանում։ Դա մեկ միջոց։ Մենք երբ որ գործունեություն ենք անում, երբ որ այդ գործունեության մեջ մենք ուրիշներին բարիք ենք բերում, դրանից ոգեշնչվում ենք, մեր մեջ սերը առաջանում, ուրիշների սերը մեզ ոգեշնչում է էներգիա դա։ Բայց ո՞նց է էներգիան կայանում, թե դրսից ասում են լավ գործ արեցիր, արես մի 2 լիտր էներգիա քեզ դուրս իհարկե հասկանում ես որտեղից թե մեր ներսու process-ներ են գնում, որ էներգիա է արտազատվում։ Ես որպես ֆիզիկոս եմ հարցնում, էլի, պիտի մեխանիզմը։ Դե նայեք, մենք էներգիա առաջին մեր միջոց էներգիա ստանալը, դա մեր ուտելիքն է։ Ուտելիքից մենք էներգիա ենք մեջ, բայց ինքը սահմանափակ է։ Շատ ուտենք չի նշանակում շատ էներգիա կստանանք, որտեղ մեր մարսողությունը ինչ որ չմանակարդակ է։ Այդ ինչ որ քանակ է, այսինքն մեր շատ ուտելուց շատ էներգիա չի լինում։ Հա, այսինքն բարդ չուտենք էներգիա չենք ստանում, բայց շատ ուտել չենք։ Երկրորդ միջոցը դա քունն է, որ քնում ենք, մեր նույն մարմինները գնում են ուրիշ պլան, տեղից ենք էներգիա ստանում։ Երրորդը մեր գործունեությունն է։ Գործունեությունները, եթե մենք բարիք ենք բերում, ուրիշները օրհնում են, շնորհակալություն են ասում։ Դա է ուրիշ ձև։ Ասենք թե բաժակը ինձ շատ դուր եկավ, ես շատ հաճույքով դա օգտագործեցի, իմ հաճելի էներգիան գնաց այդ արտադրողներին, գծագրողներին եւ այդ գործարանտիրոջը։ Այդ գնաց, այդ ինքը ստանում է դրանով այդ էներգիան։ Հետ է գալիս ինքը ոչ միայն դրամական, ինքը շահույթ է ստանում նաեւ էներգիա, այդ շնորհակալության անգիտակից իմ մակարդակով ես իրան Իրան նստած մեկ եք զգա որ Čo պայծառանում է ներսը։ Հա, ասենք ոչ թե բան, ինքը նշում մի հատ գործողություն արեց, որ անշնորհակալությունը կա մարդկանց, պետք է մարդիկ պետք է հասկանանք շնորհակալ ունենք, ասենք նժդեհը շատ ընկճվում էր, որտեղ հասկանում էր իրան այդ գործողությունը շնորհակալ չեն մարդիկ մի քիչ, որտեղ էներգիա չէր ստանում, դե տենց էլ դրա համար իր էներգիան այնքան քչացավ, որ բանտերում մահացավ, էլի։ Մի անգամ մի բան կարդացի թերթում, որ ասում էր, եթե դու տեսնում ես, որ մի մարդ մի լավ գործ արի,
անմիջապես շնորհակալություն հայտնի իրեն։ Կապ չունի դու դրանից օգուտ ունես թե չունես։ Եթե զգում ես, որ ինչ-որ լավ գործ արել, ու որ կարծացի ասի լավ ինչ է, ել հիշեցի, որ երեք բավական հայտնի անձնավորություն, որին ճանաչում եմ, ինչ-որ մի գործ էր արել լավ։ Զանգ արեցի շնորհակալություն նետից option-եր մարդը, հասկանում ես, ես այդտեղ օգուտ չունեի, բան չունի, երկար ժամանակ էլ չէինք շփվել, այնքան այդ էներգիան, ես ինձ լավ զգացի, որ ասենք ես շնորհակալություն հայտնեցի, ես պատկերացնում եմ թե ինքը ինչքան է դրական էներգիա ստացավ, հասկանում ես, քո ասացի պես։ Այդ ուզում ասել եք շնորհակալ լինեք, եթե մարդը մի բան անում է լավ բան, կապ չունի դու դրանից օգուտ ունես թե չունես, զանգի մոտեցի, ասա ապրես շնորհակալ եմ։ Տենց հոգևոր օրեն կա, ասենք ինչ քեզ վատ բան գալիս է 10 անգամ քչացնում ես, ինչ լավ բան գալիս է 10 անգամ շատացնում ես, ծո լուպայում մեծացնում ես։ Նու հիմա ամեն մեկի մոտ էլ դրական բացասական կա, այդ բացասականը պետք է մենք շատ քչացնենք, դրականի վրա շեշտը դնենք ու մեծացնենք, ու դրան շնորհակալ։ Երբ որ մենք դրականի վրա ենք շնորհակալ, ասենք երեխան որ մեծացնեն ծնողները, իրանք շեշտ են դնում, որ վատ բաները չանի, դրա վրա են հաճախանում, իրանք պետք է փոխեն իր շեշտածումը, որովհետև դրա վրա են հա էներգիա դնում, ինքը դա կշատացնի, ինչի վրա ուշադրություն դասում, դա շատանում է։ Այլ նրա ոչինչ, հիմա մի քիչ վատ բաներ անում, բայց այն լավերի վրա ուշադրություն դարձրեք, շատացնեք, գովեք, vocation check ավելի լավ լինի։ Ու ամեն անգամ գոնե փոքր լավ է, բայց այդ դրան ավելի շատ ուշադրություն դարձ լավը կշատանա։ Եթե մենք ուշադրություն ունենք վատի վրա ենք դնում, այդ վատն է ուժեղանում, այսինքն միտքը որտեղ կենտրոնանում է, ինտելեկտի դա շատացնում է։ Հիմա մենք ինչի վրա կենտրոնանում ենք, դա այդ էներգիան շատացնում ենք այդտեղ։ Հաջորդ կարևոր կետը, որ մենք կարողանանք շնորհակալ լինենք, նաև դեվոնություն ասած հազարավոր էակներ կան, որ մեզ օգնում են, մենք չենք զգում։ Ու էդ էլ կա։ Շնորհակալ ենք Աստծուց, որ շնչում ենք եւ ապրում ենք, որ մեր կյանքը շարունակվում է, էդ էլ կա։ Այն մարդիկ այնքան էլ հին չէ, որ ես տեսել եմ երիտասարդ ժամանակ ամեն լուսապատ շնորհակալություն էին հայտնում, որ այսօրն էլ տվեցին մեզ։ Դա էլ պիտի լինի, էլի։ Դե նաև շնորհակալության մեթոդը դա աղոթքն է, մեդիտացիան, կենտրոնացումները, դրանք շնորհակալության ձևեր են, որոնք էներգիա են ստանում։ Պարզապես չի բառացի շնորհակալություն ունի, որտեղ կարող է բառացի մի քիչ անկեղծ չի այդ շնորհակալություն լինի, դա էլ է շնորհակալություն, որտեղ դու որ մեկին ինչ որ ջերմագին էներգիա ես խորքում, դա շնորհակալության տեսակ է։ Ասենք քո երեխաներին դու ջերմագին էներգիա ես հոգս ես տանում, դա ինչ որ ձևով դու իրանց շնորհակալ ես, որ իրենք եկել են քո մոտ։ Դա տեսակ։ Եզրափակենք, ինչ մնաց ասելու եւ ինչպես է սամ։ Դե վերջաբանում մի հատ տենց գործիք տան, որ մարդիկ ոնց աշխատեն, այդ էներգիան բարգավաճման շարունակեն։ Դա ոնց որ մեդիտացիայի, հոգման վարժություն, կոչվում է մուդրաներ, մենք ինչ որ ձևով ձեռքերի մասերը միացնելով էներգիան ակտիվացնում։ Ոնց ենք միացնում։ Նայեք, մեր ձեռքերը էներգիաներ ունեն, մեր ձեռքերը էներգիաներ ունեն, որ այդ էներգիան մեր սրտից է բխում, գալիս է սեն ձեռքում փակվում է, նաև մեր մարմին տարբեր ներքին օրգաններից այդ էներգիաները ակտիվանում եւ գլխից, այսինքն ինքը sense մեր անթանուր մարմնի էներգիան է, ու ամեն մի մատը մեր էներգիա ունի։ Հիմա ճկուտն ենք միացնում, միջնամատը եւ բութմատը, եւ այս հիմքը ձեռքի միացնում ենք այս տեսքով։ Հիմքը որ այս ափերն ենք միացնում, ճկուտը, միջնամատը, բութմատը։ Sense միացրեցինք այս դիրքով մեր կոկորտի առաջ ենք պահում։ Հիմա ասենք ինչ որ ծրագիր ունենք, մեր բիզնես ծրագիրն է։ Մենք ուզում ենք Իսկ քաղաքական կարելի է, ասենք նպատակ ունես ազգի հետ կապված։ Դե ամենակարևորը որ հասկանանք այդ որ ծրագիրը ասի որ ինքը բարիք բերի։ Ցանկացած ոլորտ, ես բիզնես բան ցանկացած ոլորտ, որ ինքը բարիք նպատակ, որ ինքը բարիք ունի, շատանա այդ նպատակը։ Սենց պահում ենք, կենտրոնանում ենք մեր սրտի վրա։ Ո՞նց ենք կենտրոնանում։ Միտքը կենտրոնացնում է սրտի վրա, հագնացինք։ Ու կրկնում ենք մեր այբուբենը։ Կարամ ասեմ։ Ասա դու։ Մի անգամ։ Մի անգամ կասեմ, հա։ Խորը շունչ ենք քաշում արտաշնչում, ու այդ արտասնությունը մեր աղոթքն է, որ այդ բարգավաճման, հարստության, լիության, առատության էներգիան շատանա մեր ընտանիքում, Հայաստանում, աշխարհում բոլոր էակներին։ Այբ, բեն, գիմ, դա, եջ, զա, հդ, թո, ժե, ինի, լուն, հե, ծա,
կեն հո ծա հատ ջե մեն յի նո շա ո չա պե ջե ռա սե վև դյուն ռե ծո յուն հյուր քե Էլի խորշուն չենք հաշում արտաշնչում ու 7 անգամ ասում 7 Հա մեկը մի հատ էլի տեխնիկա ասեմ Ես էլ քեզ հետ մտովի էի ասում Էվուբենը Արվեց հիշում եմ բոլորը Ճկույտը մատնեմատ էլի միջի մատը իրանց բուտմատին ենք միացնում Ճկույտն ու մատնեմատը Ոնց Լավ այս միշտ Սենց ես երկուսը ասեմ Ցուցամատն ու մատնեմատը միջնամատն ու ցուցամատը իրար ենք միացնում միացրինք Միացրեցինք այս դիրքով հարստությունը շատացնելու հարստություն չէ նայեք այս երկու մատները չէ երեք վերջի երեք հատը այս երկը այդ վերջը միացնում ենք նույն ձևի Կարանք այս ձեռքերը իրար միացնենք, դեպի երկինք ենք ուղում, որ մեր այդ էներգիաները շատանան։ Դե հիմա դրանք ներքին էներգիաներ են, որտեղ բարգավաճման էներգիան ակտիվացնում է։ Ու էլի այբուբենն ենք ասում, էլի սրտի վրա են կենտրոնանում, էլի կասեմ մի հատ։ Որ ընտանիքում, Հայաստանում, աշխարհում բոլորին բարգավաճում, լիություն, առատություն, բերություն, փտտում, ծաղկուն, հաջողություն գա։ Այբ Ben, Gim, Da, Yech, Za, At, To, Je, Ini, Lun, He, Za, Ken, Ho, Za, Hat, Je, Men, Yi, Nu, Sha, Vo, Cha, Pe, Je, Ra, Se, Vev, Dyun, Re, Tso, Vyun, Pyur, Ke. Էլի խորշուն չենք հաշում արտաշնչում մեր ծրագրին որ մտածում ենք որ բարիք բերի եւ վերջինը մի հատ էլ ասեմ նայեք այս երեք մատերը սենց իրար են կպցնում բուտմատն ու ճակույտը ազատ են այս բուտմատը այս դիրքով ենք մենք բանը մտածում այդ մեր ծրագրի մասին էլի նույն ձև Այբ, բեն, գիմ, դա, եջ, զա, ատ, թո, ժե, ինի, լուն, հե, ծա, կեն, հո, ծա, խատ, ջե, մեն, յի, նո, շա, ո, չա, պե, ջե, ռա, սե, վև, դյուն, ռե, ծո, յուն, հյուր, Քե Մի հատ էլ ասեմ Էլի 7 անգամ են 7 անգամ Այս հուսով եմ հեռուստադիտողը անդադ տեսանոթ է կնայի դե դիրքերը կսովի Հաջորդ էս ծաղիկի նման է այսպես բացված Որ մատերն է կպցնում իրար Ճկույտն ու բուտմատը այսպես ծաղիկի նման բացում ենք Գավաթ Այսպես դնում ենք գավաթ ծաղիկի նման Էլի նույն ձևով ոնց որ այդ բարգավաճման լիության առատության ծաղկման էներգիան որ բոլորին գնա ընտանիքին, Հայաստանին, աշխարհին, բոլոր էակները ոնց որ լիությամբ, առատության, բարգավաճման պատման ծաղկման։ Դա տաշկերը փակը պարտետ իրա։ Ոնց ուզում եք, արեք աշկերը բացված։ Սրտի վրա են կենտրոնանում էլի։ Այբ, բեն, գիմ, դա, եջ, զա, at, to, je, ini, lun, he, za, ken, ho, za, had, je, men, yi, nu, sha, vo, cha, pe, je, ra, se, vev, dyun, re, tso, yun, pyur, ke. Խորշուն չենք հաշում արտաշնչում եւ վերջինը 5-րդը Դա այս մեկը բոլոր անում են, դե որ աղոթելու ձեռքերը սենց են չի անում, այսպես բաց, այդ են ձեռքերը բաց, էլի մտածում ենք սրտի վրա կենցին, որ բարիք բերի ընտանիքին, Հայաստանին, բոլոր էակներին, աշխարհին, բոլորին բարիք, լիություն, առատություն, բերություն, հարստություն, բարգավաճում, փտտում, ծաղկում, հաջողություն, երջանկություն, սեր, իմաստություն, հավատ բերի
Այբ, բեն, գիմ, դա, եջ, սա, ատ, թո, ժե, ինի, լուն, խե, ծա, կեն, հո, ծա, ғատ, ճե, մեն, ի, նո, շա, ո, չա, բե, ջե, ռա, սե, վև, դյուն, ռե, ծո, յուն, փյուր, կե։ Որը շնչենք հաշմարտաշնչում, 7 անգամ դա ասում ենք, դա շնորհակալություն ենք ասում Աստծուն, բնությանը, բոլոր էակներին, մարդկությանը, մեր նախնիներին ենք շնորհակալում, մեր պապերին, տատերին, մեր թագավորներին ենք շնորհակալություն, մեր այդ ղեկավարներին ենք շնորհակալություն ասում, որ մեր գործունեությունը բարիքի համար աշխատի, բոլոր ազգի բարիքի համար, ժողովրդի բարիքի համար, մարդկության բարիքի համար աշխատի, ընտանիքի բարիքության։ Այդ բանով ոնց որ շնորհակալություն եւ ամեն օր դա անում ենք։ Դա ոնց որ իմպուլսա էներգիայի ստանալու մեթոդ, որ ասեցիք, դա էլ էներգիա ստանալու մեթոդ է, որ մեր այդ էներգիան ստանանք, աշխատենք, որտեղից ենք ստանում, ուտելիքից, ասեցի, քնելուց, ուտի լավ քնենք, մեր շնորհակալ լինելուց, աղոթքից եւ սա էլ այդ մեդիտացիա ինչ որ խոքման տեսակ է, որտեղ մեր էներգիաները կարող ենք էներգիաների հետ աշխատանքը էներգետիկ ոնց որ էներգիա ենք ստանում, եթե նկատեցիք մի քիչ ջերմացակ հաստատ ինչ որ չափով, չէ՞, հա, ջերմացակ։ Այո, հիմա ամեն օր որ ասեցիր, մարդկանց մոտ հարց կառաջանա, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, մինչև դու պատասխանես, ես մի բան հիշեցի, որ 40 տարեկան էի իմ մոտ նոր էլ ոչ ստանդարտ երևույթները սկսել էին տեղի ունենալ, գնացի մի բարեհոգեբանի մոտ, վերջը զննեց ինձ, զարմացավ, հետո ինչ որ ասեց, այ դու կարող ես այսիշ բաներ անես, եւ ասեց թե ասենք ինքը ասեց մի ամիս ես անում եմ որ այդ բանը տեղի ունենա ես էլ դե ասեցի ինձ հետաքրքիր էր 1-2 օր արեցի հետո հավեսս փախավ թողեցի բայց եղավ դա ասենք կախված է նաեւ մարդու ներսից դա եթե մեկը բարի մարդ է մեկը չար մարդ է քո ասածը անեն այդ բարի մարդը կարող է 3 օրում իր նպատակի իրականացման հասնեն չարը կարող է չհասնի կամ նրան երկար դե քանի որ համընթանում բարիքի համար է ամենակարևորը բայց մեկը քեզանից էլ է կախված դու ով ես որ դա անում ես այդ էներգիան որ գա հա կախված է նաև քեզանից դե ոնց որ ասա խելքը անխելքը կախված է դե բայց նաև կախված է դա մեր մտադրանքից որ համընթանում բարիքի համար դե լավագույնը 999 օր ես ասում եմ, դե համբերատար պետք է լինի, եթե մենք մտածում ենք, որ դե նայած նպատակ, հիմա դե կարող դե կարող նպատակը շուտ էլ հասնի, բայց պետք է մենք ջանք անենք, եթե մեզ թվում է թե մենք ոչ մի բան չանելով ինչ որ ջանք կլինի, դե գնացեք տենց ապրեք, էլի տենց ուտոպիաների մեջ է, էլի Դե մենք բավականին ջանք անենք, իսկ առանց ջանքի ես ասել եմ չի լինի ոչ մի բան։ Կարևոր չի ինչ տեսակի ջանք, հիմա ստեղ էներգետիկ մենք ջանք ենք անում, իսկ դա պետք է ներկայացնենք ամեն օր ջանք անենք։ Հիմա մարդկա դրան կարա ընդունի, անի, մեկը կար չի անի։ Հիմա մարդկա փող աշխատում, մարդկա չի աշխատում, դա իրանց խնդիրն է։ Բոլորի մեկը առողջության համար մտածում է, մարզանք անում, առողջ ապրելակերպ անում, չգիտեմ, սնունդն անում, մեկ ոչ մի բան չի անում, սա ժամանակ մի որ մեծանում է մի հիվանդություն է գնում եւ այլն։ Ասենք իրանց ընտրությունն է, դա իրանց կամքն է, խնդիրը ստեղ իրանց վնասում է։ Ես առաջարկեցի օգնության միջոց։ Կօգտվեն, չեն օգտվի, Դա 999 օրը պիտի չասեիր, մարդկանց ջարդեցիր։ Ոչ մի բան չի, համբերություն է, դե եթե մտածում ենք համբերություն չի։ Ամենայն դեպս եկեք փորձենք, նայած նպատակից կարող է թեթև, հետո նայած նաև ձեր ներքին ուժից էլ է կախված։ Հավատից էլ է կախված։ Հավատից, քո էությունից էլ է կախված դա։ Ու ինչ գործես ուզում անես, դրանից էլ է կախված։ Այդ էլ պետք է ասենք, որ մեր հավատից, մեր ինչ գործունեություն ենք ուզում վերեմ, ինչքան մենք անկեղծ ենք, որ դա բարիք ենք ուզում ստեղծել, այդ մեր գործունեությունը բարիք բերի, դրանից էլ է կախված։ Ինչքան ասենք, թե հավատում եք, արեք այս ձայնագրությունը դնեք, բայց հա նույն 7 անգամ պատտացնեք այս հատվածը, հա կրկնվի,
կարակ լսեք ինքը պետք է ոնց որ 7 անգամ ամեն օր դա անեք, ես YouTube-յան կանալ ունեմ, որ ավակիկ այնտեղ այդ iBook-ը կա, այդ կարակ դա տնեք, տենց 7 անգամ մուդրան պահեք, կարա մուդրաները մի հատ էլ կրկնեմ, որ առաջին այս մատերն են սենց կպտնում, երկրորդը այս մատերն են կպտնում, երրորդը ճկույթն ու ութմատնա, չորրորդը ծաղիկն է, հինգերորդը կարծեմ սա էր, հինգերորդը սա էր, այդ պատահական չի, որ սենց պահում են մուսուլմանները, քրիստոնյաներն էլ կա սենց ձեռքը պահում են, բուդդիստներն են պահում, հինդուիստները, որ էներգիա ստանան։ Մարդն էլ նույնիսկ ինչ-որ վիճակ էլ են անտենա, բաց անտենայի տեսք է սա, անտենայի տեսք։ Հիմա իմ անտենաները սենց ճյուղավորումներ կան, ինչ են դնում, որ ավելի լավ ալիքը բռնի, սրանք էլ անտենա են, որ բռնեն։ Այդ պատահական չէ, որ հասկանանք սենց օդից չի, շատերը կխնդան, ասենք դա նույնն կխնդան ինչ են, ասենք թե անտենան սենց անում կամ սենց երկարքները չէ սենց դրած որ անտենան բռնեն ալիքների համար համապատասխան երկարության ալիքների համար որ բռնի սա էլ է ալիք բռնում էներգիա էլի պետք է հասկանանք որ մենք ձեռքն էլ է ալիք բռնում էներգիա բռնում դրա համար տարբեր մուդրաներ ենք անում որ օգտվենք այդ հայերը արել են միշտ ուզում եմ ասեմ մուդրաներից օգտվել են տարբեր տեսակի գործունեության համար հիմա են այդ ուղղակի մի քիչ շատ նյութականացել է աշխարհը մենակ նյութականն են ընկալում բայց այդ նյութականը շատ անցողիկ է հենց որ մահը գա այդ սաղ նյութական ձեր բաները չի կա լինելու կամ ծանր հիվանդությունը դուք ժամանակ կհիշեք էլի Բարի դե եզրափակենք հաղորդումը ավարտենք ես շնորհակալ եմ այդ անկերքի զրույցի համար ժամից ավել զրուցեցինք հիշեցնեմ որ հյուրս էր Տրդատ Դոնիկյանը մինչ նոր հանդիպում